եւ ցեսրես նորեր սիրեկանյանն եմ։ Այսօր ձեզ կպատմեմ Հովհաննես Թումանյանի հորինած հեքիաթը։ Այն հեքիաթը, որ անհաղթ աքլորն է։ Լինում է լինում մի աքլոր է լինում։ Մի ուր այդ աքլորը քուջուցանելուց գցնում է մի ոսկի։ Բարձանում է տան կտուրը, կանչում է ճուղլուղու, ոսկի եմ գտել։ Եվ որ կանչում է, թագավորը լսում է, իր նազիր բեզիներին ասում է, գնացեք, խլեք աքլորից բերեք ոսկին ինձ տվեք։ Գնում են, խլում են նազիր բեզիները և բերում են։ Աքլորը ասում է, աքլորը կանչում է, ճուղլուղու, թագավորն ինձանից ապրեց։ Թագավորը, որ լսում է ձենը, ասում է իր հրամանն է տալիս իր նազիր բեզիներին, որ գնան հետ տան աքլորին ոսկին։ Գնում են իր նազիր բեզիները, հետ են տալիս և գնում են։ Աքլորը ասում է, ճուղլուղու, թագավորն ինձանից վախեց։ Թագավորը, որ լսում է, չխենանում է։ Ասում է, բերեցեք, եփեցեք, տվեք ուտեմ, պրծնեմ իր աքլորից, իր նազիր բեզիներին հրաման է տալիս։ Եվ գնում են, բերում են աքլորին, գնում են բռնում են աքլորին, բերելուց կանչում է աքլորը, ճուղլուղու, թագավորը ինձ հյուր է կանչել։ Գնում է և վերում են, վիզը կտրում են, գցում են թասի մեջ։ Կարոս թաս ասես, պղնձի մեջ։ Պղնձի մեջ են գցում աքլորին և եփում։ Եթե որը եփվում է թագավորը, կանչում է ճուղլուղու, տակ բաղնիք է մտել։ Հետո եփվեց պրծավ, դրեցին սեղանի շուրջ աքլորին, աքլորը ասում է սեղան, աքլորը ասում է թագավորի հետ սեղան եմ նստել, թագավորը որ տեսնում է, էլի գոռում, վերցնում է մի անգամից կուլ է տալիս, աքլորը գոռում է կոկորդի մեջ, ճուղլուղու, նեղ փողոցներով եմ անցնում,
ասեց իր նազիր վեզիրներին, որ թրերը հանած, եկեք խփեք աքլորին։ Նազիր վեզիրները գալիս են, որ խփեն, մեկը մյուս կողմից, մեկն էլ մյուս կողմից։ Գալիս են, խփում են, փորին գալիս են, խփում են, թագավորի փորին, փորը ճեղվում է, աքլորը դուրս է փախնում, բարձանում է տան կտուրը, գոռում, կանչում է ճուղլուղու,